ինչ նպատակներ է իր առջև դրել մի կողմը իդեմս Ամերիկայի, հետո առանձին նաև Իսրայելի, ինչքանով է կարողացել այդ խնդիրները լուծել եւ հետո անցնենք արդեն Իրանին։ Այ դու որպես նաև այս ավելի շատ հետևող այս հարցերին փորձի նաև իմ համար բարձրաբանել ըստ քեզ Միացյալ Նահանգները հայտարարել էին խնդիրները, որոնք իրենք ուզում են լուծեն, դա փաստորեն այն է, որ Իրանը ամբողջապես պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, որ Իրանը պետք է հրաժարվի իր հրթիռային ծրագրից եւ իր պրոքսիներին տրվող ցուցաբերվող օգնությանը։ Հետագայում ավելացավ նրան իհարկե պահանջը, որ պետք է Իրանի ղեկավարությունը փոխվի։ Փաստորեն արդեն պատերազմից հետո ավելացավ։ Պատերազմի ընթացքում։ Ընթացքում, սկսելուց հետո։ Ղեկավարությունը ուզած թե չուզած պետք է փոխվի, որովհետև նախկին ղեկավարին սպանել են եւ ուրեմն ղեկավարներին մեծ թվով, բայց փաստորեն Իրանը իր արժեվ դրա Իրանի խնդիրը իհարկե պաշտպանությունն է, իրեն պաշտպանելն է, բայց մի զարմանալի բան նկատվեց, որ Իրանը պատասխանում է ոչ միայն Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, այլև խփում է իր հարևան փաստորեն բոլոր երկրներին եւ այս պահին 13 թե 14 երկրներ արդեն այսպես թե այնպես ներքաշված են։ Չէ, մի վարքյան, արի բոլոր բառը մի քիչ զգուշ օգտագործենք։ Մենք էլ ենք հարևան, բայց մեզ չի խփել։ Այդ մարդկանց վրա արի շարժ անենք։ Լավ, ասենք այն երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական բազաներ կան տեղակայված, իսկ ըստ էության դա փաստորեն ծոցի բոլոր երկրներն են, բացի Օմանից։ Բայց Օմանին էլ չէ խփել, թե Օմանին չէր խփել։ Օմանը չի խփել։ Որը որ փորձում է ուրեմն իրեն պահել չեզոք, որը որ փորձում է դառնալ այնտեղ միջնորդ, եւ փաստորեն կարծես թե մի կողմից անիմաստ ստրատեգիա է դա, որովհետեւ դու քո թշնամիների թիվն ես։ Որն է նպատակը։ Ու հետագայում պարզվեց, որ տակն փորձում է հնարավորինս շատ վնաս պատճառել թե ռեգիոնին եւ թե համաշխարհային տնտեսությանը, ուրեմն նավթի եւ գազի գների կտրուկ աճ գեներացնելով, որի պատճառով նրան թվում է, թե ուրեմն այս ամերիկյան դաշնակիցները, այսինքն ծոցի երկրները կճնշեն Ամերիկայի եւ Իսրայելի վրա, որպեսզի նրանք դադարեցնեն պատերազմը։ Բայց մյուս կողմից էլ իհարկե դա ցույց է տալիս այն ստրատեգիան, որի համար Իրանին ասում են terrorist երկիր, այսինքն նախապում է աչուծախ, այսպես։ Ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետև անկյուն գցած, այսպես շատ կներեք գազանի պես ինչ անեն պաշտպանության ինչ ստրատեգիա որդեգրեն։ Այսինքն նրանց ստրատեգիան շատ պետք է այն լինի, որ շատ վնաս տալով ստիպեն, որպեսզի այլ ուժային կենտրոն չասեմ, գործոններ աշխատեն, որպեսզի պատերազմը շուտ ավարտվի, թե չէ այլ տարբերակ չունեն այդ մարդիկ։ Դե այլ տարբերակ կարելի է գոնե պատերազմի սկզբում կարելի է նկատել բանակցությունները, որ պատերազմը շուտ ավարտելու, որին իրենք սկզբում չգնացին, իսկ հետո Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ չեն գնա բանակցությունների, իրենք գնալու են մինչև վերջ։ Ինչպես հիշում ես, հենց պատերազմի սկզբում փաստորեն խոսեցինք այն մասին, որ պատերազմը կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ հրթիռներ ունեն։ Հիմա մենք տեսնում ենք, օրինակ Իրանի արձակած հրթիռները մի շաբաթվա ընթացքում մոտ 15-20 անգամ օրական այդ արձակումների թիվը նվազել է, դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ իրենց հրթիռներն են, այլև նրանով, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խփում են հենց հրթիռային կենտրոններին, այդ արձակման կայաններին, եւ այս պատճառով ուրեմն փաստորեն վերացնում է թե արձակման կայանները եւ թե այնտեղ հավաքված հրթիռները։ Եվ պետք է նշել, որ պատերազմի սկզբում Իրանը շատ ճշգրիտ հարվածներ էր արձակում, ասում են դա այն պատճառով է, որ ռուսները տվել են կոորդինատներ, բայց հետագայում կարծես թե այդ կոորդինատները մի կողմից հնացան, մյուս կողմից սա նկատելով փաստորեն այս Իսրայելն ու Միացյալ Նահանգները սկսեցին տեղաշարժել իրենց այդ հրթիռային կետերը, իրենց հրամանատարական կետերը եւ իրանական հարձակումների ճշգրտությունը պակասեց։ Բայց
Իրանը անցավ այլ ռազմավարության, դա մեծ քանակությամբ էժան դրոններ արձակելն է, որը որ կարծես թե այս պահին իրեն արդարացնում է այդ դրոններից դեռևս ունեն, ինչքան էլ ոչնչացնում են այդ դրոնների ավիակին, նա ոչնչացրեցին, բան այդ դրոններից դեռևս ունեն եւ նրանց ոչնչացնելը ամերիկյան մեթոդներով բավականին թանկ է նստում։ Երևի չգիտեմ, մի դրոնի տրվող պատասխանը, ասենք կարող է մի 50-100 անգամ ավելի թանկ լինի, քան մեկ դրոնի արժեքն է։ Եվ սրա համար է, որ փաստորեն փորձում են դիմել Ուկրաինայի օգնությանը, ով ունի հակադրոնային դրոններ, հա, այսպես փորձ ունի դրա դեմ։ Ամեն դեպքում հիմա դեռևս այս պատերազմը գնում է եւ այս պատերազմը ընդլայնվում է։ Լավ, արի մի քանի հարց կոնկրետ քննարկենք տնտեսական բաղադրիչի մասին, ջրանցքը փակելու հետ կապված հայտարարություն եղավ, արդյոք արդեն իսկ դա հանգի, օրինակ դուք Ամերիկայում արդեն տեսնում եք, որ բենզինի գների աճ բանը տեղ կա թե չէ։ Հա, կա։ Բենզինի գների աճ այստեղ կա, երևի ես երեք եմ տեսել, երևի 10-12%-ով աճ կա։ Արդեն կա, աճը կա։ Հա, կա։ Այսինքն այդ մասով Իրանը ինչ որ արդյունքի կարելի ասել հասել է, ու մարդիկ զգում են, որ այս պատերազմի հետևանքն է, թե մարդկանց մեկ է։ Դե գիտես, քիչ բանը անընդհատ լինում է, հա, ասենք COVID-ի ժամանակ ավելի բարձր էր աճը եւ պատերազմի հետ։ Այսինքն ազդեցությունը այդքան մեծ չի։ Չէ, դե ամերիկյան բան կյանքի վրա ազդեցությունը այդքան մեծ չի։ Այլ խնդիրներ են ուրեմն, որ այլ խնդիրներ կարող են լինել Եվրոպայում, այլ խնդիրներ կարող են լինել տարածաշրջանում, դրանց մասին չեմ կարող ասել, բայց մենք վերջի շրջանում տեսնում ենք, որ լուրջ փորձ է արվում ուրեմն պատերազմի մեջ ներքաշելու Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչու, որովհետեւ փաստորեն պարզվում է, որ խնդիրները այն փորձերը Ամերիկան դրել էր իր առաջ, ավելի շատ Իսրայելն էր դրել իր առաջ, թե ինչպես պետք է ուրեմն Իրանի վերջը տալ, հա, այսպես ասած, դրանք իրենց չարթարացրեցին, այսինքն այաթոլլահը սպանելը չբերեց երկրում իսլամական ռեժիմի փոփոխության, ինչի վրա հույս ունեին, ուրեմն չստացվեց երկրում էթնիկ շարժումներ առաջացնելը։ Ես ասեմ, սա շատ կարևոր հանգամանք է, ու սա երևի պետք է քննարկենք։ Այդ մարդիկ ինչ էին մտածում, էլի զարմանալի է իմ համար։ Ասենք օրինակ իրենք վերացրեցին ֆիզիկապես այաթոլլահին։ Ну, այսինքն երկրի ղեկավարին այաթոլլա Խամենեին։ Ինչ մտածում են, որ դրանով հարցը լուծվելու է։ Ընդհակառակը այդ մարդը դարձավ նահատակ, բառիս ամենադասական իմաստով, եւ հələ մի կողմ դրան գումարվեց նաեւ այն խայտարակ իրականությունը, որ երեխաների վրա էին ռումբեր ընկել, հրթիռներ ընկել, հարյուրավոր աղջիկներ էին երեխա դպրոցում, այսինքն այս ամեն ինչը բերեց նրան իմ պատկերացմամբ, որ Իրանի ներսում անգամ հակակառավարական տրամադրություններ ունեցող ուժերը, եթե բարձրաձայնեն իրենց տրամադրությունների մասին, միանգամից այդ արյունը, այդ երեխեքի արյունը կգա կպնի իրենց ձեռքերին։ Իհարկե։ Այս պայմաններում ավելի քիչ հավանական է որևէ հակակառավարական շարժում, քան ասենք 1-2-3 ամիս առաջ։ Եվ բոլոր նրանք, հա, էլի, եւ այստեղ նահատակության գործոնն է աշխատում նաեւ։ Նահատակության գործոնն է աշխատում։ Այդ մասն էլ պետք է, չէ՞։ Դե հա։ Ես ճիշտ ասած այսպիսի տպավորություն ունեմ, որ այստեղ Ամերիկան իր հույսը դրել է Իսրայելի տված տվյալների վրա, որոնք որ պնդել են, թե այաթոլլահին վերացնելով այնտեղ հնարավոր է ռեժիմ փոխել, որոնք որ պնդել են, թե հեսա այդ էթնիկ արաբները, բելուժները, ադրբեջանցիները գլուխ կբարձրացնեն, հա։ Փաստորեն նման բաներ չեղան, ուրեմն ոչ, այսպես կոչված դեմոկրատական ուժերը գլուխ բարձրացրեցին, ոչ, այդ էթնիկ շարժումները նույնիսկ հիմա լուրջ փորձ արվում քրդերին ներգրավել, ինչի, որովհետև անհրաժեշտ է ցամաքային գործողություն։ Հա, էլի, դες վերևից գցելով չի լինի, պետք է ինչ-որ զորք մտնի։ Okay, ինչ է կանելու, ինչքան երկար պիտի, այդ բաներով, հրթիռներով խփեցին հետո։ Պետք է ցամաքային գործողություն, դրա համար փաստորեն Ադրբեջան, Թուրքիա, քրդեր,
որոնք որ պոտենցիալ կարող են այդ դերը կատարել, բայց ոնց որ թե այս պահին հələ որ տենց նշաններ շատ չկան, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Պես հիմա այդտեղ հնարավորությունները կարծես թե, չգիտեմ, մյուս սահմաններին որ նայես, ասենք Թուրքմենիայից բնականաբար նման ինչ-որ բան չի լինի, Պակիստանից հիմա Պակիստանի գլուխը խառն է Աֆղանստանի հետ կապված, այնտեղից նման գործողություն չունի, դրանից բացի Պակիստանի ու Իրանի հարաբերությունները ամենևին վատ չեն, հա։ Դրա համար փորձ արվեց, ուրեմն ինչ-որ մի անօթաչու ընկավ Թուրքիայի տարածք, որը որ պարզապես բերեց բողոքի եւ իրանցիներն էլ բնականաբար ասին մենք կապ չունենք դրա հետ։ Թուրքիայի թե Ադրբեջանի։ Թուրքիայի, սկզբում Թուրքիայի։ Հա, հետո նոր Ադրբեջանի, հա։ Դե Թուրքիայում այդ ռիզոնը կար, որտեղ Թուրքիայում ամերիկյան ռազմական բազա կար, հա, այս առումով կարելի էր մտածել, թե ընդհանուր այդ հաշվի մեջ Բահրեյն, Քաթար, Մաթարի հետ Թուրքիան էլ կխփի, դրա համանություն կա, եւ Ադրբեջանին փաստորեն երկու անօթաչու կան, որը որ բերեց շատ լուրջ լարվածության, փաստորեն շատ լուրջ լարվածության։ Ну, կարծում եմ, որ սա պրովոկացիա է, իհարկե, Ադրբեջանում այդ դրոններ գցել, որովհետեւ Իրանը կամ, ասենք, կարելի է Բահրեյնի բան խփել, կամ չգիտեմ, Քուվեյթին խփել, Էմիրատներին խփել, որովհետեւ այնտեղի նավթը համաշխարհային շուկայի վրա մեծ ազդեցություն ունի, նրանք կարող են Ամերիկայի վրա ճաշել, բայց Ադրբեջանի խփելը մանավանդ հաշվի առնելով Իրանի տարածքում ապրող շուրջ 30% ադրբեջանցիների գործոնը շատ վտանգավոր է եւ Իրանը նման քայլի չէր գնա։ Ադրբեջանը կարծես թե փուլ է տվել այս խայծը, գոնե մի քիչ զարգացնում է, որովհետեւ հայտարարեց, որ իրենց մոտ այդ Իրանի պահապանների խորհրդի հետ կապված տերորիստական խումբ է բացահայտել, հա։ Սա նույնպես զարմանալի է, որովհետեւ այս բոլոր երկրներում ինչքան էլ մենք համարում ենք, որ տերորիստական իսլամ գոյություն ունի, բան, այս բոլոր երկրներում որևէ նման հայտարարություն չեղավ, որևէ տեղ նման տերորիստացին եւ մեկ էլ հանկարծ Ադրբեջանում ուրեմն այդ մասին խոսացին։ Սա իհարկե խոսում է այն մասին, որ այս երկիրը մտնում է այդ լարվածության մեջ, այդ զարգացումների մեջ եւ չի բացառում, որ ինչ-որ պահի, գիտես, սահմանի վրա լուրջ ադրբեջանական զորքեր կան, չի բացառում, որ ինչ-որ պահի այնտեղից փորձ արվի ուրեմն ցամաքային գործողություն սկսել։